Հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Հենց այս խումբն է, այսպես ասած, աջակցելու Հայաստանի Հանրապետությանը հունիսին սպասվող ընտրությունում։ Նպատակը արտաքին միջամտությունների, այդ թվում տեղեկատվական եւ կիբերսպառնալիքների կանխարգելումն է, եւ ինչպես նշված է հայտարարությունում, խուսափել Ռուսաստանի Դաշնության միջամտություններից։ Որպես օրինակ նշվում է Մոլդովայի փորձը։ Ինչպես եւ ինչու Արարատ Միրզոյանի Եվրամիությանը ուղղված նամակ-խնդրանքը իրականություն դարձավ։ Պետք է հստակեցվի, թե տվյալ դեպքում ՌԴ-ի ինչպիսի միջամտության մասին է խոսքը, որից խուսափելու կամ դեմը առնելու համար հատուկ հրավիրվում են մշտական քաղաքացիական առաքելություն իրականացնող հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Փորձագետների մի մասը այս գործընթացը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության հերթական դրվագ։ Նրանց գնահատմամբ Արևմուտքը փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել այն երկրներում, որտեղ տեսնում է մրցակցություն Ռուսաստանի հետ։ Արևմուտքը ցանկացած տեղ, որտեղ տեսնում է հակառուսականություն, միանգամից դա փորձում է որակել որպես հիբրիդային պատերազմի այսպես գործիք եւ պաշտպանում է հակառակ կողմին։ Եվրամիությունը առաջնորդվում է Մոլդովայի հաջողված սցենարի օրինակով, ըստ որի պետք է այսպես ասած պայմանական ժողովրդավարությունը հաղթի հետադիմական ուժերին։ Այն նույն սցենարը մոտավորապես ես կարծում եմ, որ փորձ է արվելու այստեղ կրկնել, եթե հիպոթետիկ որևէ ուժ, որը պիտակավորվել է որպես պրոռուսական ուժ կամ Ռուսաստանի շահերը պաշտպանող ուժ, հանկարծ մոտ լինի հաղթանակին, նա միանգամից կպիտակավորվի որպես հիբրիդային պատերազմի մասնակից եւ մենք կտեսնենք այդ գործողությունները